Շնորհակալ եմ Տիկին Ավանեսյան, պետական բժշկական կենտրոններում ղեկավար կազմի համար նախատեսված պահանջների փոփոխություն ենք իրականացնում այս նախագծով։ Ես ուզում եմ ավելի մատչելի կերպով մեր քաղաքացիներին, հանրությանը եւ գուցե նաեւ պոտենցիալ աշխատողներին ներկայացնեք, արդյոք սա ինչ է սա, ավելի մենք խստացնում ենք պահանջները, պայմանները, թե ավելի դյուրինացնում ենք, թե փոփոխություն ենք կատարում մասնագիտական կարողությունների միջև, որտեղ առաջնահերթություն ենք տալիս այն մասնագիտություններին, որոնցով ավելի արդյունավետ կկառավարվեն մեր կենտրոնները, արդյոք մենք մասնագետների խնդիր այստեղ չենք ունենա եւ եւս մեկ հարց, ինչ կարգով է իրականացվում ընտրությունը հիմա եւ արդյոք այդ ընտրության կարգում փոփոխություն նախատեսվում է թե ոչ։ Տիկին Բաթոյան, շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, նախկինում բժշկական կենտրոնների տնօրեն կարող էր նշանակվել միայն բժշկական կրթություն ունեցող անձը։ Եվ սա ինչ-որ առումով սահմանափակում էր այս կառույցների կառավարմանը ներգրավել նաև օրինակ բիզնես ադմինիստրացիա կրթություն ունեցող մասնագետների։ Մենք այս նախագծով ընդլայնել ենք շրջանակը, հնարավորությունները եւ այս սահմանափակումը հանում ենք։ Այլ դնում ենք, որ բժշկական կրթություն ունեցող անձինք, ովքեր ունեն նաև հանրային առողջապահության կամ կառավարման մագիստրասական կրթություն, ունեն աշխատանքային ստաժ, ինչպես նաև ոչ բժշկական կրթություն ունեցող անձինք, ովքեր ունեն բիզնես կառավարում եւ առողջապահական ոլորտում աշխատելու կառավարչական փորձ, եւս կարող են հավակնել այս պաշտոններին։ Այստեղ նաև մոտեցումներն են փոխվել, որովհետև բժշկական կենտրոնը, ինչպես նաև այլ բիզնես կառույցները ավելի ու ավելի տարանջատում է գնում մասնագիտական հատվածի եւ կառավարչական հատվածի եւ սա է մեր նպատակը։ Համեցեք արձագանք։ Շնորհակալ եմ եւ կխնդրեի նաեւ անդրադառնալ ընտրության կարգին, այսինքն մրցութային կարգով է ինչպես է դա լինում եւ արդյոք այս պահին մենք ունենք կենտրոններ, որտեղ ղեկավար կազմում թափուր տեղեր կան եւ նախատեսվում են նման մրցույթներ, եթե ունեք ձեռքի տակ նման տվյալներ, շնորհակալ եմ։ Տնօրենը իհարկե նշանակում է մրցութային կարգով, մենք այս օրենսդրական փոփոխությունից հետո նաև կվերանայենք մեր կառավարության որոշումը եւ այդ մրցույթին ներկայացվող պահանջները եւս կփոփոխվեն։ Մենք ուզում ենք նաև մի քանի հավելյալ գործիքակազմ ներդնել, ավելի շատ հմտությունները ստուգելու եւ փորձը հավաստելու վրա եւ ոչ միայն զուտ թեստային գիտելիքները ստուգելու վրա եւ մենք պարբերաբար դնում ենք հայտարարությունները մրցույթային, դրանք պաշտոնապես տեղադրվում են մեր կայքում եւ մեր սիրելի քաղաքացիները կարող են ծանոթանալ առողջապահության նախարարության կայքում անընդհատ թարմացվող տվյալներին։